Բուհական ընդունելության ամենաթեժ մրցակցությունն այս տարի մեկ տեղի համար մոտ 3 դիմորդով լինելու է բժշկականի ստոմատոլոգիայի ֆակուլտետի համար։ Երկրորդ տեղում նույն բուհի բուժական գործն է։ Ամենապահանջված մասնագիտությունների եռյակը եզրափակում է պետհամալսարանի իրավագիտությունը։ Բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումն ավարտվել է շրջանավարտներից ստացած 16482 դիմումով տվյալներ են հրապարակում գնահատման և թեստավորման կենտրոնից։ 16482-ը բաժանվել են հետևյալ կերպ. մասնագիտություն հայտագրածներ 15766, այդ ու միասնական քննության հայտագրվածներ 12884 եւ ներբուհական քննության համար հայտագրվել են 2882։ Դատելով թվերից այս հունվար-փետրվարին ավելի շատ երիտասարդ է քննություն հանձնել, քան հունիսին կլինի, նշանակում է գոհ են մնացել իրենց տարեսկզբի արդյունքներից, հայտարարում է Կամո Նասիբյանը։ Այդուհանդերձ գիտելիքի առաջիկա ստուգատեսի համար երկրում 49 միասնական քննական կենտրոն կունենանք, հայտնի է նաև առարկաների բաշխումը։ Առաջին միասնական քննությունը կազմակերպվելու է հունիսի 12-ին կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից և շարունակվելու է մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Վերջին քննությունները ֆիզիկան ու հայոց պատմությունն են լինելու։ Դրանք հանձնողները շատ չեն, ըստ ԳԹԿ-ի, արդեն մի քանի տարի է ինչ մեծ թիվ են կազմում ընդունելության համար անգլերեն, մաթեմատիկա և հայոց լեզու գրականությունից քննություն հանձնողները, ինչ մնում է ամենանախընտրելի մասնագիտությանը։ Ծրագրավորող դառնալու բում արդեն չունենք, որովհետև հոսքը տրոհվել է կիբերանվտանգության և այլ բաժինների միջև։ Փոխարենը նորույթ միջավայրի դիզայն է ցուցակ մտել։ Բավական քիչ է հետաքրքրությունը տնտեսությունում մեծ պահանջարկ ունեցող տուրիստական զբոսավարներին, նաև գինեգործների ու գյուղատնտեսական մյուս մասնագիտությունների համար։ 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը մեկ դիմորդ։ Եվ 31 բուհի 119 մասնագիտություն ընդհանրապես չհայտագրված դիմորդներ։ Մի քանիսը կնշեք։ Չեմ ցանկը շատ մեծ է։ Պատկերը գուցե հայտագրման երրորդ լրացուցիչ փուլում մի քիչ փոխվի։ Ընդհանուր վերցրած այս տարի բուհական ընդունելության համար կառավարությունը հաստատել է 2133 անվճար, 10587 էլ վճարովի տեղ։ Ընդունվել են թե ոչ դիմորդների համար պարզ կդառնա հուլիսին։ Ամսի 18-ին հրապարակում են առկա ընդունելության հիմնական փուլը։ Հրապարակում են տվյալները, արդեն արդյունքները հրապարակելուց հետո թափուտեղերի համար նորից առանց քննությունների մենք ընդունելու ենք դիմում հայտեր եւ հրապարակելու ենք ամսի 26-ին հուլիսին։ Տարվա բուհական եռուզեռը կեզրափակվի օգոստոսի վերջին համալսարան ինստիտուտների հեռակա տեղերի ընդունելությամբ։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։